Պարոն Սարգսյան, 110 տարի անց կրկին մենք պահանջատեր ենք և Թուրքիան դեռ չի ճանաչել հայոց ցեղասպանությունը և նաև այս ամենին զուգահեռ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանն է պարբերաբար հայտարարություններով հանդես գալիս ու նաև քննարկում է հայոց ցեղասպանության հարցը, որ դեռ պետք է խորապես ուսումնասիրել հասկանալու համար ինչ է տեղի ունեցել 1915 թվականին։ Խնդրեմ այս երևույթը մեկնաբանեք և ինչ վտանգներ է այն իր մեջ պարունակում Նիկոլ Փաշինյանի նման հայտարարությունները։ Հարգելիս, մենք հիշում ենք եւ դատապարտում ենք ցեղասպանությունը, մենք պահանջատեր ենք միջև կյանքների վեց սերունդներից սերունդ։ Արել են արդեն երկրորդ ցեղասպանությունը Արցախի նկատմամբ արեցին ու մնացին անպատիժ։ Պետք է հետևողական լինենք անպայման պետք է պահանջատեր լինենք ու դատապարտենք եւ փոխհատուցում եւ ամեն ինչ ստանանք եւ արեմտյան Հայաստանը վերականգնենք առաջին։ Երկրորդ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմին, շատ փոքր է որ պատմական հաստատված բոլոր պետությունների կողմից, ականատեսների կողմից հաստատված ցեղասպանություն երկեք կամ կասկածի տակ դնեն։ Կասկածի տակ դնողը դավաճան է եւ ազգի նկատմամբ եւ Հայաստանի եւ հայ հասարակության նկատմամբ եւ այս զոհերի ծորների նկատմամբ։ Տես գնում են արտասահման, դենք փող են բուրում։ Չէ որ էդի բազապուկ ցեղած դրանց ծորներու թորներ են այդ միլիոնատերերը, որ անդադ գնում եք փող եք խնդրում, փող եք բանանում։ Եթե իրաց ծնողների, իրաց պապերի բանը դուք մոռանում եք, որ դրանք սպանվել են, գլխատվել են թուրքերի կողմից։ Ո՞նց էս գնում փող բուրում, ո՞նց էս բանանում։ Շատ փոքր են, որովհետև պատմականորեն, գիտականորեն հաստատված փաստա ցեղասպանությունը 30-ից ավել պետություն ճանաչում են եւ բոլոր հիպատոսները, որ դեսպաները, որ 15 թվականից առաջ հաստատված է իրաց բոլոր արխիվներում կա, դա հաստատված է։ Մենք պահանջատեր ենք սրանց անմեղսունակությունը պետք է անպայման վերջ դրվի եւ հայ ազգը միշտ պահանջատեր է եւ սպասում ենք անպայման մեր վերջնական հաղթանակին ցեղասպանության հարցում։ Ասեք։ Այսօր Նիկոլ Փաշինյանը ուղերձով հանդես է եկել եւ նշել է, որ լավատեսություն է դա թե հոռետեսություն, պետք է ընդունենք, որ կա մեկ հստակ գաղափար, հայրենիք պետություն եւ այդ հայրենիք պետությունը պետք է ունենա հստակ սահման, որպեսզի կարողանանք հարևանների հետ լավ հարաբերություններ հաստատել։ Ինչպես եք սա մեկնաբանում։ Բոլորի հետ պետք է հարաբերություններ հաստատել, հարևանների հետ, ապրես բոլոր աշխարհի հետ։ Ոչ թե միայն մի բանի ծառայեն, մի պետությանը ծառայեն, որպես ծառա, ոչ թե հավասար իրավունքով, առաջին։ Երկրորդը, մենք պետք է միշտ հիշենք ու անենք մեր պահանջատիրությունը։ Դա մեր կոզերն է, որ ամբողջ աշխարհով ունես հզոր սփյուռք, աշխարհասփյուռք հայություն ունես բոլոր երկրներում։ Ինչու հիպատոսությունը, ինչու արտաքին քաղաքական չի կազմակերպում այսօրով թեկուզ բոլոր երկրներում պիկետներ, ակցիաներ անել եւ պահանջատեր դառնալ։ Ինչու չեն անում։ Հարգելիս, դրա համար օրը կգա բարինել հետը։ Ուրեմն խիսրած պես իշխանությունները եկե գնացե։ Ուրեմն դա կա մեր սրտերում։ Իմ պապուն իր աղբերների գլխատել են, սպանել են։ Տատս մազապուխ ցեղած փախել են, եկել են ստե երեխա եղե։ Միջև հիմա իշխողության մեջ պատմում են անդադ։ Ես երեխա հասակից իմ գլխում ուղեղ կրթություն սովորել, պատմություն կարդալ, ուղեղներին օղ անեն, որ չի կարելի խաղալ ամբողջ հայազգի պատմության հետ։ Դա կա ու կմնա։ Եթե այսօր Սփյուռքը լուսանցքում ենք թողում, ասում է, եթե Սփյուռքը հայ, արևմտահայը ուզում է գնալ տեսնել իր պատմական հայրենիքը, թող գնա առանց խանգարելու հայոց բանակի հզորացմանը, առանց խանգարելու Մայր Հայաստանին։ Հարգելիս, միջև այս էլ էր գնում էին մեր պատմական Հայաստանը Սիսուբացի գլխի դրոշ էին տգում։ Ինչ էր խանգարում։ Էլի գնալու են, էլի պետքա գնան։ Իր ասելով պետքա գնան, բայց միջև իր ծնվել հանդես գալը հայազգը գնում էր արևմտյան Հայաստան, իրաց բնօրյաները տեսնում էր Սիսուբացի գլխին է դրոշ էր տգում եւ քոչարի էր ապարում այնտեղ։ Ինչի մասին է խոսքը։ Ինքը նոր պետքա բացի, իրաք քաղաքականությունից, պետությունից, ամեն ինչից հեռու էր։ Ճիշտ էր ասում Ալիևը։ Նիկոլ Փաշինյանը մի հատ կոլխոզ չի կարող ղեկավարի, մնաց պետություն ղեկավարի։ Ցավում եմ, բայց կգա այն անհատը, որ գիծը գծի, այս ավետած երկրի պետքա ծաղկի։ Անդրկովկասում պետքա ծաղկած երկիր լինի, այս ավետած երկիրը չի կարող ասած խեղճացած մատաղացու գար լինի։ Մենք հզոր եղել ենք, հզոր կանք ու հզոր կմնանք։ Փառք Հայաստանին հայերին, փառք աշխարհի հայերին եւ մեր փառք մեր բանակին։ Մենք մեր պահանջատեր ենք եւ պահանջելու ենք։ Անպայման պահանջելու ենք, անպայման։